Ես երբ Օրանի մասին ֆիլմը նայում էի, այդ 25 տարիների աշխատանք, մտածում էի, որ փաստորեն անխափան աշխատել եք 25 տարի, այսինքն անընդհատ ունեցել եք այդ ֆինանսական հոսքերը, որպեսզի կարողանաք այստեղ այդ աշխատանքը անել։ Ինչպես է դա ձեզ հաջողվել, այդ որ այդ թելը չի կտրվել երբևէ, եւ հիշեցի մեր նախնական զրույցում էլ ասացիք, որ երբևէ որևէ մեկից ֆինանսական աջակցություն դուք չեք խնդրել։ Այդ դեպքում ո՞րն է ձեր հաջողության, այդ ֆանդրայզինգի հաջողության գաղտնիքը։ Ես երբեք ոչ մեկին չեմ ասել, կարող եք դրամական օգնություն ցուցաբերել Օրանին։ Մարդիկ իրենք են անում եւ ինչն է գաղտնիքը, ես դա կասեմ։ Առաջինը թափանցիկությունը։ Պետք է ամեն ծախսերը, օգնությունները թափանցիկ լինի։ Երբ որ մեկը քեզ օգնություն է տալիս, կարող ինքը չի ասում, բայց ինքը իր մտքի մեջ մտածում է, արդյոք այդ օգնությունը տեղ հասավ, ճիշտ մարդու հասավ, ուրեմն այդ թափանցիկությունը շատ կարևոր է։ Երկրորդ, մարդիկ պետք է տեսնեն քո աշխատանքի արդյունքը։ Դու պետք է կարողանաս մարդկանց ցույց տաս, որ գիտեք, այդ օգնությունը, որ տվեցիք, նայեք, այս օգտագործվեց։ Երրորդը, շատ աշխատասեր պետք է լինես, այն առումով, որ յուրաքանչյուր նվիրատուի հետ շատ մեծ աշխատանք ենք տանում։ Եթե նվիրատուն դրա մտվել է, որ երեխային կոշիկ առնե, կոշիկը գտնում ենք երեխային հագցնում, նկարում եւ նվիրատուն հաշվետու ենք լինում, որ երբեք հարց չլինի։ Նաեւ ասեմ, որ Օրանային քիչ կազմակերպություններից է, որ առաջին հիմնադրված օրից մենք պրոֆեսիոնալ օդիտ ենք անցնում։ Մենք մեծ գումարներ ենք վճարում ամեն տարի միջազգային օդիտի համար, որ գան, ստուգեն մեր հաշիվները եւ գիտեք ինչ խիստ են իրենք լինում եւ ներկայացնենք դա մեր դոնորներին։ Իսկ մնացածը Աստվածանում։ Երբ որ դու անում ես քո մասը, մնացած մասը Աստվածանում, ասում դու հոգնյարա, ես եւ լինում է, գիտեք, իսկապես այնպես աշխարհի ծայրից չլսված օգնություն, աջակցություն, ուղղակի չսպասված տեղերից են գալիս։